Ողջույն, բարի ուշ երեկո եւ մյուս տեղը բարի առավոտ, սիրելի աշխարհասփյուր հայություն, հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, իմ Facebook-յան հազարավոր հետևորդներ եւ հազարավոր ընկերներ։ Աստծո ձայնը հաղորդաշարը այժմ ուղիղ եթերում է եւ ինչպես որ ձևավորված է ավանդությունը, միշտ սկսում ենք աղոթքով եւ այսօր պիտի տերունական աղոթքով սկսենք։ Միացողներին կխնդրեմ ամիջապես սկսել տարածել եւ սկսում ենք աղոթել։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո եղիցին կամ քո որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտաբանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառքավիճանս հավիտենից ամեն։ Միշտ պատարակի ժամանակ աղոթում ենք ուղղափառ եպիսկոպոսների այն հոգևոր բարձրաստիճան հոգևորականների, ովքեր որ ուղղափառ հավատքով առաջնորդում են իրենց բանավոր հոտը եւ երբեք չեն կարող հիշատակել ստահակներին կամ այն անձանց, ովքեր իրանք ոչ մենակ ուղղափառ հավատքից շատ հեռու են, ընդհանրապես նույնիսկ տարական հավատքից հեռու են, նույնիսկ չեն հավատում Աստծո գոյությանը։ Սա նախաբան էր եւ այսօր պիտի մենք շատ լուրջ քննարկումներ ունենանք, մանավանդ որ սպասում է շատ թեժ, շատ գեղեցիկ շաբաթ։ Այս շաբաթը ես ձեզ պիտի ասեմ, որ պատմական շաբաթ պիտի դառնա մեր եկեղեցու հետ կապված բոլոր հարցերի, որովհետև բավական տեղեկացված եմ, սակայն որոշ սահմանափակումներ ունեմ եւ չեմ կարող իրազեկել բոլորին, որովհետև կներեք ինձ ժողովուրդ, որովհետև գուցե եթե ամեն ինչ քարտերը ամբողջությամբ բացանեմ, ուրեմն պետք է խանգարի այն զարգացումներին, որոնք պետք է ականատեսը դառնաք ընդամենը մի քանի օր հետո։ Մասնավորապես ուզում եմ հիշատակել վաղը, որ Կտրիչ Ներսիսյանը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մեջ ժամը 4-ին կանչել է ժողով։ Եպիսկոպոսներին հրավիրում է այնտեղ եւ մտածում է այդ ժողովի խողովակով պիտի իրենք այս դուրս բրծուկները ազատեն գլուխը այն փորձանքից, որի մեջ իբր թե իրենց խելքով զրպարտել են պլանկաշ Սամվելին կամ ավելի ճիշտ է Չմարավոս Արշակը, որ խայտարակ եղավ աշխարհով մեկ եւ այն տեսանյութը, որ դիտեցիք, երբևիցե չհետաքրքրվեց ինքը որևէ հաստատությանը չդիմեց, որպեսզի այն պաշտոնապես ուսումնասիրեն եւ հետազոտեն եւ հետեւաբար բանը տան, հերկումը տան, եթե դա կեղծ էր։ Բայց ինչպես կարող էր նա անել այդպիսի մի բան, որ ինքն է այս պղծության, այս սրբապղծության, այս այլասերության մասնակիցը եւ սա միակ իր կյանքի այդ պիղծ իր կյանքի դրվագներից ընդամենը մեկ դրվագն է։ Եվ ենթադրաբար ես այստեղից պիտի նաեւ հայտարարեմ, որ ողորմածիկ Տեր Կորյուն Քաղանան, որը իր քերին է հանդիսանում, ինֆակտից մահացավ ոչ պատահական, որովհետև նա այն ժամանակ ի հայտ բերեց այդ բանը, այդ խայտարակությունը, որ ուրեմն իր կինը Արշակի հետ միասին այլանդակություններով են զբաղվում։ Այսա իրականություն է եւ փաստ է, սիրելի ժողովուրդ։ Եվ իհարկե Կտրիչ Ներսիսյանին չի հաջողվելու վաղը այս հարցից պրծնել, գլուխը ազատել։ Գիտեք ինչն է իր մոտիվացիան, ինչ է հայտարարել։ Հիմա կընկնեք։ Եթե նստած չեք, խնդրում եմ նստեք, էլի սիրելի ժողովուրդ։ Չեմ ուզում հանկարծ մեկը ընկնի ոտը կոտրի կամ ձեռքը։ Գիտեք ինչ է ասել։ Այս ապուշը։ Ասել է, որ եթե Արշակին հեռացնեն, եկեղեցին կքանդվի։ Սա Կտրիչ Ներսիսյանի խոսքը եպիսկոպոսներին ուղղված։ Հիմա ես այստեղից ուզում եմ հարց ուղղել Տեր Եսայի այդ պոռնիկին, այդ չքաղանային, այդ սուտ խոսացող մարդուն, որ Էջմիածնի անունից կեղծիքներ է տարածում եւ սդախոսություն անում է ամեն Աստծո օր։ Երբ չեք լսում Տեր Եսայի չքաղանան
Սուտը ստի վրա դնելով, կեղծիկը կեղծիկով եւ այսպես շարունակ։ Այսինքն ապատեղեկատվությունը իրենց համար դա ինչ ասեմ, նորմալ երևույթ է։ Նրանք կարծել են, որ տեղեկատվությունը հենց դա ապատեղեկատվության ճանապարհն է։ Այսինքն մարդկանց պիտի խաբես, սա է տեղեկատվական համակարգի առաքելությունը, խաբելու մեջ, սուտ խոսելու մեջ։ Ուզում եմ մեկնաբանություններ անի։ Այս խուլիգան, գանձանակագող, այս ստահակ չքաղանա Տեր Եսային։ Ուրեմն դուրս է գալիս 1700 տարվա պատմություն ունեցող եկեղեցին եւ ավելին, որովհետեւ առաքելական դարից արդեն մենք քարոզել ենք, առաքյալներն են քարոզել Հայաստանին մեջ եւ այն ժամանակից եղել է եկեղեցին արդեն, համայնք եղել է կրոնական, այլ բանը որ նա չի ձևակերպել եւ չի հրճակվել իբրև պետական կրոն, քրիստոնեությունը չի հաղթանակել։ Ուրեմն այսքան ժամանակ եկեղեցին չի քանդվել, այսօր պիտի քանդվի, եթե շմարավոզին արշակին ճանապարհ գցեն իր այլասերած կյանքի համար։ Դուք հասկանում եք ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ այդ մարդը ձեռ է առնում, բոլորին ձեռ է առնում։ Ուրեմն 300 հոգիներ դուրս շպրտեցի դու եկեղեցուց։ Սատանա սրիկա կտրիչ Ներսիսյան։ Մեկ օր չանհանգստացած չասեցի եկեղեցին կքանդվի, որ այդ մարդկանց դուրս եմ հանում։ Ոչ մեկի համար չի կարա նման բան ասվել, որտեղ եկեղեցին չի կարող քանդվել ինչ որ մեկ անձի բացակայությամբ։ Տգետ կտրիչ Ներսիսյան։ Եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինն է։ Ես բացատրել եմ իմ էջում գրել եմ, փաստերը ներկայացրել եմ։ Բոլորը ներկայացված է այնտեղ եւ բոլորդ կարող եք անցնել ի մեջ եւ ծանոթանալ։ Ինչ է նշանակում ընդհանրապես եկեղեցին ինչ է։ Բայց ես կուզեմ ասել, ոչ մի հանճարի մտքով, որևէ մեկի մտքով չէր անցնում, որ եկեղեցին ինչ որ մեկի բացակայության համար պիտի քանդվի։ Ուրեմն առաքյալները զոհվել են Հայաստանում, եկեղեցին չքանդվեց։ Հակառակը կառուցվեց։ Առաքյալներն են զոհվել։ Սուրբերն են եղել գահին, բազմել, մահացել են, գնացել են, ելի եկեղեցին չքանդվեց։ Եկեղեցին պիտի քանդվի, եթե պոռնիկը, սրբապիղծ տականքը, խուլիգանը, նարկամանշիկը դուրս վռնդվի եկեղեցուց ըստ արժանվույն։ Դրա համար պիտի եկեղեցին քանդվի։ Տեսեք, այո, ճիշտ է ասում, իրա չարի թագավորությունը կքանդվի։ Իրա սատանայի տունը կքանդվի, որովհետև արշակը ողնաշարն է այդ չարիքի, այդ չարության կենտրոնի։ 3 կեղծիք են տարածել, ուրեմն իմ էջից թխում են, իմ գրածը, իմ աշխատանքը թխում են Մոսկովская Արմյանская ցերկվ։ Այսինքն եզնաս, այն տականքը, հա, այդ մանկապիղծը, սոդոմական մեղքերով տառապող դավաճան կագեբեշնիկ խուլիգան գադեն, եպիսկոպոսական շորերով, խուժանը։ Ուրեմն ես գրել եմ այնտեղ եւ հիմնավոր բացատրել եմ, որ իրենց գրածը абսուրդ է։ Իմ էջից թխել գրել է, բայց շուրատվել այնտեղ իմաստը, ուզեցել է աղավաղել միտքը։ Դուք հասկանում մենակ թե ինչ է արել, թարգմանել է ռուսերեն։ Էս էր ամբողջ աշխատանքը, դա գիտեք շատ հեշտ է լինում, եթե թարգմանիչ ունես հեռախոսի մեջ եւ կարող ես թարգմանես։ Բան չի, այդքան մեծ աշխատանք չի թափել։ Եվ աղավաղել է։ Ես իհարկե այնտեղ փաստերը դրել եմ եւ մի քանի քաղցր կոմենտներ եմ թողել։ Գիտեք ինչ արեցին մարդիկ։ Բլոկեցին իմեջը, այսինքն որպեսզի այդ իրենց էջի վրա այլևս չերևան իմ կոմենտները։ Տեսեք, պաշտոնական էջը, իմ էջը հարվածում է, բլոկում է, որովհետեւ վախենում է, դե թող պատասխան տային, թող հիմնավորեին, թող իրենց ասած առաջ տանեին։ Այդ Ղրիմում մի հատ քաղանակա ստահակ, հիմա որ գործում է, բանի Տեր Խաչատուրի փոխարեն եկավ այնտեղ, ինքն է գրել այդ խուլիգանը։ Իմեջին հետևում են, գողանում են իմ աշխատանքը, թարգմանում են, այլասերում են, իրանց բանի տեղ են դրել։ Դուք տեսնում եք ինչքան տկարամիտ է այսօր Էջմիածինը ներկայացնող այդ շքախումբը, որքան անգրագետ, որքան մեկ մարդիկ են։ Սնանք, հոգեպես նախ եւ առաջ։ Եվ բնականաբար վաղը մեծ անակնկալ է սպասում Սատանա կտրիչ Ներսիսյանին։ Ես այստեղի չեմ ասի, թե ինչ է իրենը սպասում, բայց կտրիչ Ներսիսյան, եթե այս գիշերը դու հանգիստ քնեցիր, վաղը գիշերը թռնելու ես քնի մեջ։ Մի րոպե քուն չես ունենալու, ոչ դու,
ոչ քո շմարավոս արշակը։ Երկուսով պիտի քնաթաթախ լինեք, այսինքն չկարողանաք աչք թարթել, քունը տանի, բայց փախնի, որովհետև ներվերը ձեր չեն տալու, որ դուք կարողանաք ուրեմն աչքը կոծել եւ հանգստանալ, չեք հանգստանալու։ Եվ իհարկե մի եւս մի абսուրդ։ Ուրեմն այսօր կանչել է Անուշավան եպիսկոպոս Ժամկոցյանին, որը որ Գրիգոր Լուսավորչի վանահայրն է, եւ Երևանում գիտեք այդ եկեղեցին Գրիգոր Լուսավորիչը Խանջյանի վրա որ կա։ Եվ ուրեմն իրանից պահանջել է, որ ինքը իրեն բացատրություն տա, թե ինչի համար ինքը հրավիրել է Կիրակի օրը Սուրբ Եվանմահ պատարագին Բալտիայի երկրների թեմի բարեխնամ առաջնորդ բարձրաշնորհք Վազգեն arczepiskopos Միրզախանյանին, որպեսզի նա գնա աղոթելու։ Եվ սրբազանը այդ կտրիչին ասել է, ուզում ես դու էլ արի այնտեղ, ասելա չէ, ես չեմ գա։ Տեսեք, ես կրկնում եմ սիրելիներ, այս շաբաթը դուք համբերեք շատ բան եք տեսնալու ձեր աչքերով, բայց կուզեմ ասել, որ ձեզ լավ, շատ հաճելի անակնկալներ են սպասում եւ պետք է տեսնաք, թե այս սատանայի կծիկը ոնց է քանդվում։ Ես այստեղից եւս մեկ անգամ ուզում եմ մեր սիրեցյալ այն եպիսկոպոս սրբազան հայրերին, ովքեր որ քաջ են եւ գիտակցել են այս հարցը, որ շատ անհրաժեշտ է եւ հրատապ պետք է լուծում ստանա, որ նրանք վաղը պահանջեն սատանա կտրիչներ Սիսյանից կարգազրկել, հա, իրանք շատ ասում, չէ, կտրիչը ինքնա չէ հորինել այդ բանը, կարգալույց, կարգազուրկ, ոչ մեկ կաթողիկոս իրենից առաջ, ոչ մեկ պատրիարք չի արել դա, չի արել, որովհետև նման բան ընդհանրապես գործընթաց չկա, եւ ինչ որ գրքի մեջ այդ 2004 թվականի կանոնագրքի մեջ մտցրել է, սա էլ կեղծիկով է մտցրել, բայց քանի որ ինքը այդքան շատ է սիրում դա այդ բառը, եւ իր պատկերացումները շատ սահմանափակ են այս գործընթացի մասին, որտեղ նա տուպո է եւ կույր է նաեւ հոգեպես բութ է նա, այդ բոլորս էլ գիտենք, որ նա բութ է, բայց որ նաեւ կույր է հոգեպես, նա երևի ամեն մեկը դա չի տեսնում։ Եթե տեսնան, պիտի հասկանան, որ այս մարդը ինչ կապ ունի այդ տեղի հետ։ Այդ աթոռը, որ նստել է, զբաղեցրել, ինչի համար է նստել։ Այդ նույնը, ինչ որ մի հատ էշին տանեք, աթոռի վրա դնեք։ Այդ էշը գոնե մեղ չունի, մեղ չի գործել։ Ավելի լավ էշը կաթողիկոս կլինի, քան թե կտրիչ Ներսիսյանը։ Ես պարզ եմ ասում, կընդունեի գահի վրա նստած շանը, կատվին, չգիտեմ, կովին, ցանկացած կենթանուն, բայց ոչ իրեն։ Որովհետև նույն հաշիվն է, ոնց որ կենթանին չի կարող գահին նստել, ինքը ինչի պիտի նստի։ Ինքը նույնիսկ այդ կենթանու արժեքը չունի։ Այդ կենթանին քաղցր է գոնե։ Դու գիտեք, ես շատ եմ կենթաններ սիրում, հա։ Կենթանին գոնե քաղցր է, ինքը ով է։ Ինքը կեղտ է ամբողջությամբ։ Ուրեմն այս տահասին ուզում եմ որ եպիսկոպոսները բացատրեն, որ այդ վիդեոն, որ հայտնվեց համացանցում, եւ այնտեղ հստակ է, որ Շմարավոս Արշակ Խաչատրյանն է այլասերությամբ զբաղվում։ Դրանից հետո ինքը եկեղեցում չի կարող շարունակել։ Չի կարող։ Նամանավանդ, որ ինքը իր մեղքն է չի ճանաչել։ Ինքը կամերաների առաջ կանգնեց կրկին անգամ ստախոսությամբ զբաղվեց, աֆերիստ է նա, չէ՞, տականք է։ Կանգնել է ասել է ես չեմ դա, արհեստական ինտելեկտ է։ Դե վաղը դուք իմանաս։ Արհեստական ինտելեկտ է դա, թե դու ես այնտեղ։ Վաղը դու դրա մասին իրազեկված կլինես։ Որովհետև իմ կարծիքով պետք է եպիսկոպոսները պահանջեն, որ անմիջապես այս տեսանյութը ուղարկվի եւ էքսպերտիզայի, ուրեմն պտակ դրվի։ Եվ այս փառը անմիջապես կընկնի այս տահաս մարդկանց ընդդիմադիր դաշտի հետ տաշտակի մեջ, կեղտաջրերի մեջ լողացնող մոլորյալ մարդկանց, ովքեր որ փորձում են տարբեր մամուլների էջերից էշություններ գրել, հիմարություններ խոսել, ոչ այդ վիդեոյի վրա, ոչ այդ ոգեկան ինքն Արշակ լրփազանը, խուլիգանը, նարկամանը, այդ բան, որ նա կարող են ասել, որ նա չի հասկացել, երբ որ դա գործել է, որտեղ ինքը դոզայի տակ է եղել։ Բայց այդ դեպքում էլ ուրիշ հարցել է ծագում։
ինչ գործ ունի նարկամանը arczepiskoposi դիվանապետի աթոռին։ Տեսեք, Կտրիչ Ներսիսյանը թմրամոլ է դրել, դիվանապետին նշանակել է թմրամոլ լակոտին, հանելով Ներսես arczepiskopos Պոզաբալյանին։ Եվ այստեղ ուզում եմ ասել, այդ ինչի Ներսես Սրբազանին հանեցիր, հա, Կտրիչ, գեղտ։ Ուրեմն Ներսես Սրբազանին երբ որ հանում է չէր մտածում, որ եկեղեցին պիտի քանդվի, երբ որ իրան չեն ճարեցիր, բերեցիր այդ լակոտով փոխեցիր։ Նարկաման, փողոցի խուլիգան բերեցիր մի հատ։ Պատվիրում է տարբեր հոդվածներ, մասնավորապես ուզում եմ ընդգծել Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դեմ այն գործընթացը, որ սկսել է Կտրիչ Ներսիսյանը, հոդվածներ է պատվիրում։ Ինչ ես պատվիրում դու։ Դու ես այդ մարդկանց կեղտոտացրել։ Եթե նրանք նույնիսկ սխալ քայլեր են արել են քո երեսից, տականք, պատասխանատուն դու ես։ Ես հասկանում եմ, որ Գևորգը չափահաս մարդ է, բայց բոլոր դեպքերում ինքը տղամարդ գտնվեց եւ ազնիվ քայլ արեց։ Եվ դրա համար ես անձնապես, որպես քրիստոնյա մարդ, որպես հայ հոգեվորական, պատրաստ եմ իրեն եղբայրաբար ներելու եւ այլևս չհիշատակելու իր անձանքները։ Քանի որ ինձ համար այս մարդը այսօր հարգված մարդ է դարձել իր արարքով։ Որտեղ նա քաջ է։ Ուրեմն նա արթնացել է մեղքից եւ գիտակցել է այս շատ կարևոր, հույժ կարևոր մեր ապագայի եկեղեցու այս խնդիրը, որը պետք է լուծվի վարկյան առաջ։ Հետևաբար սիրելի ժողովուրդ, ես նաև կարդացի, որ այդ տականքը, որը որ այնտեղ Ղրիմում այդ քաղանան որ կա, բանի դեմ է գրել։ Որոշ քաղանաներ կան, որոնք Գևորգ Սրբազանին այսօր ուզում են տիրախավորել։ Մոռացել եք դուք խուլիգաններ, ոնց եք դողացել իր առաջ, երբ որ կանգնել եք, կամ ոնց եք իր ձեռները լպստել։ Մոռացել եք։ Բայց ժամանակ ինչի՞ չեք խոսում այդպիսի բաներ։ Հա, որովհետև Կտրիչը խոստումներ է տվել։ Մի քանի լնգուլաված քաղանակա, որոնց վրա մատերիալ ունի, հա, այդ քաղանաներին շանտաժել է, ասել է խոսեք ի օգուտ ինձ։ Պատկերացրեք ինչքան դիշովկա մարդիկ կան այսօր այդ հակուսներով, որ կանգնել են այնտեղ, դիշովկեք են դրանք, որ դրանց կանչում է եւ ասում է, որ ինձ պաշտպանեք, ինձ գովեք։ Դրա մասին գիտեք, դեռ ինքը Սրբազան կոչված էր, հա, arczepiskopos էր Արարատյան թեմում, Ողորմածիկ Տերարտակը ինձ պատմեց։ Ասեց մի օր կանչեց ինձ Տերայր, ասեց գիտես ինձ ինչ ասեց։ Ասեցի ինչ։ Ասեց որ գնաս արարողություն անես, ինձ գովա։ Այդ գիտեք որ շրջան էր, որ ինքը պիտի տրվեր կաթողիկոս։ Ասեց ինչի համար, ես սկզբից չհասկացա ինչ նկատուն։ Ես ասում Տերայր պարզ չի, նախընտրական բան է, որ ես ամենտեղ գնամ իրան գովամ, իսկ Տերարտակը շատ հարգված քաղանա է, շատ էր սիրված ժողովրդի կողմից, շատ լավ ձայն ուներ։ Սուրբ Հովհաննես Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու, Կոնդի եկեղեցու մեջ հոգևոր հովիվն էր նա սկզբից եւ երկար ժամանակ այնտեղ մնաց որպես հոգևոր հով։ Ես իրեն շատ եմ հարգել, լավ փառավոր ձայն ուներ ինքը, կատարյալ երաժշտություն գիտեր, նոտաներ գիտեր եւ իսկապես շատ հաճելի անձնավորություն էր բոլոր պարագաներում։ Բավական բաներ էլ սովորել եմ իրենից, որտեղ դեռ ես որպես հավատացյալ էի, դեռ հոգևորական էլ չէի, իրեն ճանաչում էի Տերարտակին։ Եվ շատ լավ երեցկին ուներ, շատ բարիկին էր, չգիտեմ հիմա ողջ է։ Բոլոր պարագաներում ուզում եմ ասել այս մասը։ Բայց ես, այսպես ասած, չեմ մտահոգվում, որովհետև գիտակցում եմ, որ բոլոր դեպքերում Աստված ամեն ինչ անում է, եւ եթե նույնիսկ փորձում են այստեղ հարցակվել Wi-Fi-ի բանի վրա, բոլոր դեպքերում ինֆորմացիան հասնում է տեղ։ Կուզեմ ասել, որ սիրելի ժողովուրդ, պահանջը հիմա մեր հետևյալի մեջ է, բոլորիս։ Կտրիչ Ներսիսյանին պարտադրել Արշակ Չարքեպիսկոպոս Խաչատրյանի, կեղծ դիվանապետի, անապաղ արմատախիլ անելու, հեռացնելու մայրաթորից, դիվանապետի պաշտոնից եւ առհասարակ որպես եկեղեցական սառեցնել իր գործունեությունը։ Այդ ճիշտ բառն են օգտագործում, սառեցնում են։ Կարգալույց որ ասում են, հա, այդ աբսուրդ է։ Մերոնը չես կարող ճակատից ջնջել, բայց պիտի արգելես այդ մարդու գործունեությունը, քանի որ նա պիղծ է, նա սրբապիղծ է, նա չի կարող գործել։
Նա իրավունք չունի այս պատերի մեջ մնալ, այդեղի օդը կեղտոտել եւ շարունակել իր սադանայական գործեր անել։ Ինչ որ նա անում է, մայր աթոռը որ վերացել են միասին։ Կտրիչի կուկուշկայի աթոռ են սարքել այնտեղ։ Հետևաբար պետք է պահանջեմ այստեղից նաեւ քաջալերեմ եպիսկոպոսներին, որ վաղը նրանք չոքեն կտրիչի բգին եւ ասեն դրան ռադ է անում եկեղեցուց։ Դրան պիտի մենք չտենանք։ Այ այս օրակարգը, որը կարող եմ ասել մեղն է, որի վրա պետք է կառուցվի լուծարման այն գործընթացը, հա, որ լուծարենք այդ սատանեկին այնտեղից, մայրաթորից, այնտեղից դուրս շպրտենք, վեհարանը մաքրենք այդ կեղտից, ավելով պիտի ավլենք, եւ ի վերջո Հայաստանի Արաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձնենք իր սեփականատիրոջը հայ ազգին, մեր սիրելի ժողովրդին։ Այս սա է, որ պիտի տեղի ունենա։ Եվ տեսեք, այդ մարդուն վստահել է նաև կարգապահական ժողովի, ուրեմն վճիռները կայացնելու։ Պատկերացնում եք դուք, որ մարդը թաղված է մեղքերի մեջ, նա սրիկա է բացահայտ, անաստված, խուլիգան, նարկոման, փչացած, ամեն ինչ, իր մասին ինչ գող, ավազակ, մարդասպան, ամեն ինչ ինչ որ ասում եմ, ամեն բառի համար պատասխանատու եմ։ Ցանկացած ածյանի առաջ, որտեղ ամեն բառի տակ կարամ 1000 ստորագրություն դնեմ, որտեղ ամեն մի բառը հնչում է այստեղ որպես մարգարիտ, բնորոշող իր իսկական դեմքը, ով է նա։ Նա Հայաստանի Հանրապետության որպես քաղաքացի ոչռագործ է։ Այդ լակոտը։ Եվ իհարկե նա պիտի այնտեղից դուրս գա, պիտի դուրս գա։ Բայց ես գիտեք ինչ, համոզված եմ, որ կտրիչը եւս մեկ անգամ ճակատագրական սխալ է թույլ տալու եւ իրեն չի հեռացնելու։ Եվ դրա պատճառը մեկն է, որովհետեւ Արշակը շանտաժում է կտրիչ Ներսիսյանին, որ այդ նույն նյութերը, որը նա փաստորեն իր դեմ ունի, անփարոյական է տեսարանները եւ մյուս սպաները, որը կարող է քնչական կոմիտեում եկել, այդքան եկել ու բացահայտել այնտեղ ասել, որը որից հետո է, ինչա գողացել, ոնց է յուրացել, ոնց է թալանել, ինչ զեղծարարություններ է արել։ Չէ՞ որ այնտեղ մի մեծ սադանայություն էր գործում։ Ես ձեզ միշտ ասել եմ, սիրելիներ։ Էջմիածինը նրանք վերացել են այն Բորջա, չգիտեմ, էս Կազանոստրայի, sense ինչ որ մի անհասկանալի մի կառույցի, որտեղ որ գործել են տարբեր հանցագործություններ։ Ասում եմ, ամեն ինչի մեջ այդ մարդիկ կան։ Միայն մի բանի մեջ չկան, հոգևորի։ Այ հոգևորի մեջ նրանք չկան։ Եվ այսօր ով որ պաշտպանում է նրանց, նշանակում է այս մարդիկ իրենց խայտարակում են։ Հա, եթե նրանք քաղաքական մարդիկ են, իբր թե ներկայացում են ընդդիմադիր դաշտը, երբ որ պաշտպանում են այդ կուկուշկայի աթոռի վերացած այդ ստահակներին, նշանակում է, որ նրանք փաստում են դրանով, որ նրանք էլ նույն կեղտերն են, բայց նրանք աշխարհական կեղտերն են եւ ոչիրներով շահկապված, շղթայված։ Այս սա որ իրենց տալիս է այս բանը, հա, ինչ ասեմ, երանդը քալլա տալու համար, կտրիչի համար։ Որտեվ նույն կեղտաջրերի մեջ են լողացել։ Ամբողջ այդ շրջանը, ռոբասերժական այս նողկալի տարիների կառավարման։ Հետևաբար, սիրելի քույրեր եւ եղբայրներ, եկել է այն պահը, երբ հայ ժողովուրդը պետք է տեսնա։ Պետք է տեսնա, ինչպես որ ռավ խոսքա ռուսերեն, ասում է, «Во всей своей красе» ամբողջությամբ պիտի տեսնա այս զազրելի, այս հրեշավոր մի տեսարանը, իրական տեսարանը, թե ովքեր են այս մարդիկ, ինչ են նրանք արել մեր եկեղեցու հետ, մեր երկրի հետ, ոնց են նրանք հարձակվել հայ ժողովրդի վրա, որտեղ արժե համակարգը պղծելով, խայտառակելով եկեղեցին, համակարգ ինչ որ մաֆիոզ ստրուկտուրա դարձնելով, նրանք խեղել են պատմությունը երրորդ հանրապետության։ Եվ այդ երրորդ հանրապետության պատմությունը այդքան դժբախտ էր հենց այս պատճառով։ Եվ շատ դիտարկումը ճիշտ էր, երբ որ երկրի վարչապետը օրեր առաջ լսեցի, երբ որ ասեց, ես հարցերը պետք է լուծվեն։ Պետք է լուծվեն։ Չի կարող ասել է։ Իմ խոսքն է կրկնել։ Ես շատ ուրախ եմ, որ այլևս իմ խոսքը կրկնել է երկրի ղեկավարը։
Չի կարող Հայաստանը զարգանալ, եթե այս հարցերը չլուծվեն։ Սա բացարձակ ճշմարտություն է եւ մեջ բերում է Փաշինյանի ելույթից։ Բայց կրկնում եմ, քանի որ հայաստանյաց առաքելական եկեղեցին հայտնվել է այս մարդկանց ձեռքերում, նրանց ճիրաններում է, քանի որ նրանք պատրաստել են մի սերունդ լնգուլավազներին եւ վախի սպառնալիքի տակ, նաեւ դրանց վրա դոսիեներ հավաքելով, կոմպրոմատներ հավաքելով շանտաժել են, նրանց այդ չարի թակավորության ժամանակահատվածը տևել է 26 տարի։ Այո։ Այդ դրա համար է, որ նրանք մի քիչ երկար շունչ են քաշել։ Թե չէ, ինչ պետք է նրանց հետ լիներ։ Նրանք պիտի վաղուց դուրս գային այնտեղից, կաթող պիտի լինեին։ Հիմա եթե արշակը մարդկային լիներ, բարոյական լիներ, հա, գոնի գիտեք ինչ առումով իրար չի կարելի որակել բարոյական։ Դուք լավ հասկանում եք, հա, դա պարզ մեղք չի կամ նույնիսկ պարզ ուխտադրուժ լինելու բան չէ։ Բայց այստեղ դրա բան չէ։ Ինքը պետք է կարգաթող լիներ եւ իր դիմումի համաձայն հեռանալ եկեղեցուց։ Եվ վերջ։ Բայց նա չի հեռանում։ Դրա փոխարենը նա այլ ճանապարհ է գտել։ Նա կտրիչին է շանտաժում։ Ասում է սրիկա, իրան գիտեք ոնց է իր այդ խոսում։ Առանձին։ Հայոյանքով է հետ խոսում։ Իր այդ որ առանձին մնում է։ Ես չեմ զարմանա, որ մի հատ է սիլլատա կտրիչին։ Դա չեմ զարմանա։ Եվ ասի քյոպակ նստի տեղդ։ Հələ փորձես ինձի դավաճանես։ Քեզ կխիղտեմ այստեղ գիշերը։ Դրա համար գիշերը անհանգիստ կնիր։ Լավ սենյակը փագի։ Կտրիչ Ներսիսյան, կողպեք դիր։ Որտեղ որ դու ես պարկում, այդ սենյակում քեզ հուշում եմ ստեղից, կողպեք դիր։ Որպիսի հանկարծ արշակը գիշերը չգա, մնում է դիվանատանը, գիտեք, չէ՞ քնում է։ Չգա քեզ խեղդի այնտեղ։ Դրան էլ է պատրաստ։ Կամ բան չխմես չուտես իր ձեռքից, կտրիչ Ներսիսյան։ Թունավորելու է քեզ, նայիր։ Այս sense ճանապարհներով ինքը իրան է շանտաժում, նայես սրան է շանտաժում, ու այսպես պահում են, իսկ եպիսկոպոսների բացատրականը հետևյալն է, ասում է եկեղեցին կքանդվի, որ դրանից ազատվեն։ Եկեղեցին պիտի քանդի, որ մի պոռնիկից ազատվի։ Հա, եկեղեցին դրա համար է քանդել։ Եկեղեցին պոռնկանոց է, կարճ ասած։ Իհարկե։ Սատանայի տունը կքանդվի, համաձայն եմ։ Այո, որտեղ դու քո մոտ եկեղեցի եւ մայրաթոր չեք, ու կուշկայաթորա, կուկուները նստած այնտեղ կկույ են անում, եւ քո մոտ այնտեղ պոռնկանոց է։ Եվ դա կքանդվի, ես համաձայն եմ։ Բայց եկեղեցին չի կարող քանդվել։ Այս մանկական խոսակցությունները, որ տանում է կտրիչ Ներսիսյանը, պետք է վերցնեն իր երեսին տան վաղը եպիսկոպոսները։ Դու քո գլխին սարքեցիր։ Գիտեք ինչ, սիրելի ժողովուրդ, իմիջիալով ձեզ պիտի հայտարանեմ հետևյալը։ Ուրեմն շաբաթ օրը գիտեք, Տատևոս եւ Բարդողոմեոս առաքյալների տոնն է Հայաստանում, Նոր տոմարով պետք է տոնի եկեղեցին այդ օրը եւ ըստ ավանդության համաձայն այդ օրը եպիսկոպոսները միշտ գնացել են մայրաթոր։ Այդ օրը։ Եվ պիտի գնային այդ օրը, այդ հարցերով այդ օրը պիտի խոսային իր հետ, բայց ինքը օրը փոխեց, այսինքն ինքը արագացրեց իր վաղճանի օրը, կտրիչ Ներսիսյան։ Դու քո գլխին սարքեցիր, կարճ ասած, վաղը կիմանաս։ Լավ երազ ես տենալու այսօր գիշերը, վաղը ճիշիկ ես անելու տակը, պամպերսներ առ։ Թող Ասողիկը եւ Ռուբենը, այդ երկու կեղտերը, խուլիգանները, որոնք իրենց կերական են նշանակել, թող գնան պամպերսներ դեղատնից ճարեն։ Չգիտեմ, Էջմիածնում կարող է մեկը գրի, եթե նայող կա Էջմիածնից, պամպերս ծախում են, Էջմիածնում տենց խանութ կա պամպերս, այն որ բիձեքին բաներին հագցնում են արդեն մեծահասակներին։ Թող առնեն։ Թող առնեն, որովհետև մինչև ժամի 4-ը պիտի հասցնեք այդ պամպերսները։ Բերեք իրեն տակ, որտեվ ժամը 4-ին տակը անելու է։ Որպեսզի եպիսկոպոսները այնտեղ անհարմար դրության մեջ չընկնեն, երբ որ տակը կանի կտրիչ Ներսիսյանը։ Այս է լինելու։ Հետևաբար մեր եկեղեցու մեջ այսօր երկու գլխավոր սատանա կա։ Երկու սատանա կա գլխավոր, որը որ տեսեք իրենք մուտիլվչիկներ են, այս եկեղեցու, եւ դրա համար բերել են դրսից էլ մարդ, հա, այդ Տաշիր Սամոյին, որ իրանով, իրա փողերով վերջ դնեն այս բանին, հա,
արդար պահանջին կամ վերջ դնեն այս process-ին, որը մաքրման տանում է եկեղեցին, մտածեցին, որ ահաբեկչությամբ կվերջացնենք այս հարցը, որպեսզի մենք մեր աթոռների վրա նույնիսկ մտածեցին, որ մարդիկ թող սպանվեն, հա, քաղաքացիներ պարզ, որոնք կապ չունեն, եկեղեցի չեն էլ գալիս այդ մարդիկ, ասենք։ Բայց որպեսզի այս մարդկանց միջոցով, այս կեղտերի միջոցով, այս Միքայելն ու Բագրատին, որոնց գծի մեջ դրեց, նրանց աթոռները պահեն, այդ երկու հոգին է, Բագրատ ու Միքայելին, այս երկուսն են ուղարկել, որ լավ հասկանա մեր հայ ժողովուրդը։ Գործի դրել են, որ ահաբեկչությամբ զբաղվեն, այո, Մկրտիչ Պրոշյանին օգտագործել է կտրիչ իր քրոջ որդին է, որ մախինացիաներով զբաղվի եւ ինքը այդ պատճառով գնաց Պանտիդուրը։ Բայց այս երկուսին տերորիստական ակցիայի մեջ դրեց, աթոռները, որպեսզի ինքն ու արշակը անհոգ լինեն։ Դրանից հետո այս մարդիկ ինչ են, բանտի մեջ էլի բան են, Գարեգին են ասում։ Դրանից հետո դուք ապուշեք, դուք լրիվ խելքը հացի եք կերել, նայեք ձեր ճաղերի ետևը ղրգել, որպեսզի նրանք հանգիստ աթոռին նստեն։ Դուք հասկանում եք, իսկ հիմա իր մոտ, գիտեք, այն պատային իրավիճակ է։ Չգիտի ոնց քայլի։ Այն շախմատի մեջ կա, չէ՞, սենց կոմբինացիա, որ արդեն չես հասկանում, ինչ է։ Ինքը սրբազանների կենացը խմեցինք, որոնք վաղը պիտի մուխը մարեն, Կտրիչ Ներսիսյանի արդար սրբազանների կենացը, որոնք մեր եկեղեցու համար արեցին այդ քայլը, եւ ես շատ ուրախ եմ, որ վերջապես թմբիրից զարթնեցին եւ վերջապես սկսեցին գործել հանուն մեր եկեղեցու ազատագրումի։ Դա շատ կարեւոր է։ Եվ իհարկե, սիրելիներ, ամեն ինչի համար ժամանակը եկել է պատասխան տալու։ Պատասխան պիտի տան այս մարդիկ առանց որևէ բանի, հա։ Չկա, նույնիսկ քննարկում է հարցի շուրջ չի կարող լինել, որ նրանք պետք է կանգնեն արդարադատության առաջ։ Ոչ մենակ այս աթոռից պիտի իջնեն ու ջանդամվեն գրողի ծոցը, այլ նաև պետք է տան պատասխան դատարանի առաջ իրենց հանցագործությունների համար։ Հետևաբար ես կուզեմ այստեղից հայտարարել, սիրելիներ, որ այն պատարակը, որը Գրիգոր Լուսավորչում կմատուցվի այս կիրակի օրը եւ այնտեղ լինելու է մեր սիրելի Վազգեն Սրբազանը, իհարկե շատ եմ ողջունում, որ այս պատարակի մեջ տեղի ունենա մի լուսավոր իրադարձություն, որի մասին դուք իմանաք արդեն կիրակի օրը։ Սարևի հետևում չէ։ Իսկ Կտրիչ Ներսիսյանին մնում է իրերը հավաքել, իր անձնական, ուզում եմ ընդգծել եւ շեշտել, թեև ինքը անձնական իրեր չունի, որտեւ երբ որ եկավ իր գեղից 4-րդ սովխոզից կամ ոսկեհատ են ասում նաեւ Էջմիածին ուսանելու, եկել է ծակ տրուսիկով եւ ծակ նասկիով։ Չքավորի ընտանիքի, թշվառական ընտանիքի զավակ էր։ Դրա համար եթե խորության մեջ վերցնենք, ինքը ոչ մի անձնական իրեր չունի, որ տանի իր հետ։ Բայց ջահանդամը թող տանի, ինչ որ իրենն է։ Եվ եթե նա մի քիչ ուղեղ ունենա, չեմ ասում ուրիշ բան, բարձա որ նա բարոյական բանից չափանիշից, մարկային չափանիշից այդքան հեռու է, ինչքան խոզը տուրնիկից։ Խոզը տուրնիկին ավելի մոտ է, քան թե նա այդ բաներին։ Բայց եթե մի կաթիլ ուղեղ ունի, ինքը վաղը արշակի հետ միասին կհեռանան եկեղեցուց։ Հայտարարություն կանեն, կասեն ներողություն ենք խնդրում, սխալներ ենք արել եւ ձեզ հաջողություն ենք մանխտում սրբազան հայրեր։ Ընտրեք տեղապահ եւ թող այդ եկեղեցին չգլորվի անդունդը։ Այսքանը։ Կխնդրեմ այս նյութը շատ տարածեք ձեր գրառումներին եւ լայքերին կսպասեմ, լայքերը անվճար են, սիրելի ժողովուրդ։ Մի խնայեք իմ նյութը բարձրանալու համար է դա անհրաժեշտ, ոչ թե դրա համար, որ ես զմայլվում եմ կամ ուրախանում եմ, երեխա չեմ, հա։ Թե մենք ամեն մեկս հոգու մեջ միշտ երեխա ենք մնում եւ ինքն Տերը ասեց, եթե երեխաներ չլինեք, չեք մտնի երկնքի արքայություն, բայց բոլոր դեպքերում կխնդրեմ այս ամենը ձեր աջակցությունը եւ կսպասեմ այն, որ դուք լավ տարածեք, որտեվ ես արգելափակված եմ, պատժել է ինձ Facebook-ը, տեսեք որքան են հարվածում իմեջին, հազիվ պրծա է արգելափակումներից,
Արդեն բլոկել են, Messenger-ն են բլոկել ու բաներ չեմ կարող, տարածում չեմ կարող անել։ Խնդրեմ, աշխատում են սաղվա։ Եթե ես ձեզ չեմ խանգարում, եթե ես ձեզ ոնց որ ասած այստեղից չեմ տալիս այն դոզան, որի տակ դուք ուղղակի մեռնում եք վախից։ Տակը չշիկ եք անում գիշերը։ Ապա ինչի դուք աշխատում եք ուրեմն իմեջի վրա անընդհատ։ Ինչի համար եք այդ բանը անում։ Այսքանը եւ կարճ աղոթքով վերջացնենք։ Աչ նարարչական, բազուկը սփռչական, Սուրբ խաչը տերունական լինի ձեզ պահաբան այսումետև մինչև հավիտյան։